ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Եվրամիության մի շարք երկրների եւ Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ քննարկել է ուկրաինական կարգավորման հեռանկարները։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության երկուշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։ Հաղորդագրության համաձայն Ռուբիոն զրուցել է Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասի, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների հետ։ Նրանք քննարկել են Ուկրաինայում հրադադարի եւ խաղաղության հաստատմանն ուղղված հետագա քայլերը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 11-ի գիշերը Կրեմլում լրագրողների հետ զրույցում առաջարկել է Կիևի իշխանություններին վերսկսել ուղիղ բանակցությունները, որոնք նրանք ընդհատել են 2022 թվականին առանց նախապայմանների։ Առաջարկվում է երկխոսությունը սկսել մայիսի 15-ին Ստամբուլում։ Ռուսաստանի ղեկավարը նաեւ նշել է, որ Մոսկվան նախկինում բազմաթիվ առիթներով հրադադար է հայտարարել, որոնք հետևողականորեն խախտվել են Կիևի ռեժիմի կողմից, այդ թվում ամենավերջին երրորդյա հրադադարը, որը հաստատվել է հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ժամանակ։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն բարձր է գնահատել Ռուսաստան կատարած իր պաշտոնական այցի արդյունքները եւ երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով կնքված ռազմավարական գործընկերության եւ համագործակցության համաձայնագիրը։ Ռուսաստանը եւ Վենեսուելան երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով ռազմավարական համագործակցության համաձայնագիր են ստորագրել, ասել է նախագահը Վենեսոլանա դե տելևիզիոն հեռուստաալիքի Մադուրո Պլյուսով հաղորդման ժամանակ։ Նա նշել է, որ այս համաձայնագիրը ամփոփում է 24 տարվա համագործակցությունը համատեղ աշխատանքի բոլոր ոլորտներում։ Նա ընդգծել է, որ երկկողմ բանակցություններն ու հանդիպումները նոր սկիզբ են տվել Ռուսաստանի եւ Վենեսուելայի ամենաբարձր ռազմավարական համագործակցությանը, ինչպես նաեւ իր եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Պաղեստինի արմատական Համաս շարժման գրոհայիններին Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքում։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ Իսրայելի պաշտպանության ուժերը ճշգրիտ հարվածներ են հասցրել Համասի ահաբեկիչներին, որոնք գործում էին Խան Յունիսում գտնվող Նասեր բժշկական համալիրում տեղակայված հրամանատարության եւ կառավարման կենտրոնից։ Այս համալիրը օգտագործվել է ահաբեկիչների կողմից իսրայելցի զինվորների եւ խաղաղ բնակիչների դեմ ահաբեկչություններ ծրագրելու եւ իրականացնելու համար, ասել է մամուլի ծառայությունը, չնշելով թիրախ դարձած արմատականներին։ Մամուլի ծառայությունը նաեւ նշել է, որ հարվածներից առաջ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվել խաղաղ բնակչությանը վնաս պատճառելու վտանգը նվազեցնելու համար, այդ թվում ճշգրիտ զինամթերքի կիրառում, օդային հսկողություն եւ լրացուցիչ հետախուզական տվյալների հավաքում։ Մարտ ամսին իսրայելական զինվորականները մի շարք ավիահարվածներ էին հասցրել Նասերի համալիրին, ինչի հետևանքով սպանվել էր Համասի քաղաքական բյուրոյի առանցքային գործիչը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհակալություն է հայտնել Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանին Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հնարավոր ուղիղ բանակցությունների կազմակերպմանն աջակցելու համար։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության երկուշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։ Դրանից հետևում է, որ Ռուբիոն եւ Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Թուրքիային Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները հյուրընկալելու եւ աջակցելու համար եւ ողջունել կրակի անհապաղ դադարեցման հնարավորությունը։ Բացի այդ, անդրադարձ է եղել ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների առաջիկա ոչ պաշտոնական հանդիպմանը, որը տեղի կունենա Անտալիայում մայիսի 14-ից մայիսի 15-ը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 11-ի գիշերը Կրեմլում լրագրողների հետ զրույցում առաջարկել էր Կիևի իշխանություններին վերսկսել ուղիղ բանակցությունները, որոնք նրանք ընդհատել են 2022 թվականին առանց նախապայմանների։ Ուկրաինայում համապարփակ զինադադարը անհրաժեշտ պայմաններ կստեղծի խաղաղ բանակցություններ սկսելու համար։ Այս հնարավորությունը չպետք է բաց թողնել։ Այս մասին Վոլոդիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Նախագահ Էրդողանն ասել է, որ համապարփակ զինադադարը անհրաժեշտ պայմաններ կստեղծի խաղաղ բանակցությունների մեկնարկի համար, եւ այդ հնարավորությունը չպետք է բաց թողնի։ Մեջբերում է Թուրքիայի նախագահի գրասենյակը նրա խոսքերը։ Էրդողանի վարչակազմը նշել է, որ նախագահը չափազանց կարևոր է համարում, որ Մոսկվան եւ Կիևը ձգտեն վերսկսել ուղիղ բանակցությունները եւ որ Անկարան պատրաստ է աջակցություն ցուցաբերել այս գործընթացի բոլոր փուլերում։ Էրդողանը ուրախ կլինի ընդունել Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակություններին Թուրքիայում խաղաղ բանակցությունների համար, հավելել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։
Չինաստանն ու Բրազիլիան համատեղ հայտարարեցին ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման շուրջ 6 կետից բաղկացած կոնսենսուսի մասին, որին դրական արձագանքեցին ավելի քան 110 երկրներ։ Ինչպես նշել է Սի Ցզինփինը, Չինաստանի իշխանությունները մտադիր են Լատինական Ամերիկայի երկրների հետ միասին խոհեմությամբ եւ ուժով նպաստել միջազգային հրատապ խնդիրների լուծմանը։ Չինաստանը եւ Լատինական Ամերիկան դարձել են ճակատագրական համայնք, որի անդամները սերտորեն համագործակցում են միմյանց հետ, եզրափակել է նա։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Արման Եղոյանը խոսելով նախորդ շաբաթ ազգային ժողովի դահլիճում տեղի ունեցած միջադեպի ու Նիկոլ Փաշինյանի պահվածքի մասին, մասնավորապես, որ ընդդիմադիրներին ասել էր համբալ, падգամավորը նշել է, թե տեղի ունեցածը սադրվել է ընդդիմադիրների կողմից։ Տեղի ունեցավ վեճ լեզվակռիվ, որի մեջ մեղր չեն բաժանում։ Վարչապետի դեպքում նման պորտկումներ կարող են լինել 1000-ից մեկ անգամ։ Նման վեճեր աշխարհի տարբեր խորհրդարաններում լինում են, ասել է Եղոյանը, ընդգծելով, որ Նիկոլ Փաշինյանը դժվար ներողություն խնդրի։ Գործարարները բողոքի ակցիա էին իրականացրել Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց, պահանջելով վերջ դնել հայ արտադրողների մեքենաներն առանց պատճառի օրերով սահմանին պահելուն։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ տարբեր գործարաններից արտահանվող բեռները պահվում են Վրաստանի գեզի անցակետում, փորձաքննություն իրականացնելու պատրվակով։ Բոլորս գիտենք, որ Վրաստանը տարանցիկ երկիր է հանդիսանում։ Այստեղ փորձաքննություն իրականացնելու որևէ խնդիր չենք տեսնում, դժգոհեն են ակցիայի մասնակիցները։ Նրանք նաև նշել են, թե բողոքի ակցիայի միջոցով փորձում են իրենց ձայնը լսելի դարձնել, որպիսի խնդիրը լուծվի։ Քանի որ եթե նախկինում օրվա ընթացքում 4-ից 7 մեքենա բեռ են արտահանել, ապա այս պահի դրությամբ արտահանումները դադարեցվել են։ Մոսկվա գնալով Փաշինյանը հատեց ԵՄ կարմիր գծերը։ Այս մասին Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։ Նա կարծում է, ինչպես ՀՀ նախկին ղեկավարները, այնպես էլ Նիկոլ Փաշինյանը սեփական իշխանությունը պահելու խնդիրը վեր է դասում սեփական ու ազգային շահերից։ Առաջին անգամ չէ, որ քաղաքական գործիչները Նիկոլ Փաշինյանը անցնում են այն, ինչ համարվում է կարմիր գիծ։ Ինձ համար դա ամենայն դեպս ներքուստ, դա իմ անձնական կարծիքն է, ես ոչ ոքի չեմ փորձելու հիմա դրանում համոզել, ես ինքս եմ համոզում ինքս հայտնում պարզապես, որ այո, սա կարմիր գիծ էր, որտեղ սա մի քանի շերտերի առումով իմ կարծիքով անընդունելի էր։ Դա անընդունելի էր քաղաքական տեսակետից, դա քաղաքական սխալ էր, դա քաղաքակրթական տեսակետից անընդունելի էր եւ բարոյական, որովհետեւ Եվրոպան դա ոչ թե շուկա է, դա ոչ թե ուղղակի քաղաքական միություն է, դաշինք, Եվրոմիություն, որը հիմա ռազմաքաղաքական դաշինք է դառնում մեր աչքի առաջ, դա նախ եւ առաջ արժեքների համակարգ է եւ հորդորը չգնալ վերաբերվում էր ոչ թե առևտրային, ոչ թե քաղաքական, այլ նախ եւ առաջ քաղաքակրթական, հետեւաբար արժեքային համակարգին եւ այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը համարեց, որ գնալ եւ ստեղծել այսպիսի պատկեր նրան անհրաժեշտ է, հարմար է եւ դրանով ավարտելով միտքս ասեմ, որ նա կանգնեց նույն շարքի մեջ, ինչ նաեւ նախկին մեր ղեկավարները, որոնք իմ համեստ կարծիքով տասնամյակներով գերադասում էին սեփական իշխանության պահելու խնդիրը, ավելի բարձր, ավելի կարևոր վեր են դասում պետական եւ ազգային գերագույն շահերից։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հեռանկարները։ 10-ին հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները։ Նախարարությունների ղեկավարները բարձրացրել են հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր։ Զրույցի ընթացքում քննարկվել են խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին առնչվող հարցեր, նշել են աղբյուրները։ Նույն թեման Ֆիդանը բարձրացրել է մայիսի 12-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի եւ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարոյի հետ զրույցի ժամանակ։
Գազայի հատվածում մոտ 1.95 միլիոն պաղեստինցիներ սննդի պակաս են զգում։ Ավելի քան 133,000-ը սոված են մնում։ Այս մասին են վկայում սննդամթերքի անվտանգության ինտեգրված փուլային դասակարգում միջազգային մոնիտորինգային նախաձեռնության տվյալները։ Փորձագետների կարծիքով անկլավի ողջ բնակչությունը սննդի սուր պակաս է զգում եւ գրեթե կես միլիոն մարդ սովի վտանգի տակ է։ Ավելի քան 60 օր է, ինչ մարդասիրական օգնության բոլոր ուղիները դադարեցվել են դեպի Գազա եւ մարդկանց գոյատևման համար անհրաժեշտ ապրանքների մատակարարումները կամ սպառվել են կամ կսպառվեն առաջիկա շաբաթներին։ Տարածաշրջանում 1.95 միլիոն մարդ 93% գտնվում է ճգնաժամային իրավիճակում սննդի սուր պակաս է զգում։ Այս թվից 244,000 մարդու 12%-ի դեպքում իրավիճակը ճանաչվել է աղետալի, իսկ 925,000-ի 44% դեպքում արտակարգ նշվում է զեկույցում։ Փաստաթղթի հեղինակները նաև նշել են, որ Իսրայելի կողմից պաղեստինյան անկլավում ռազմական գործողությունների ընդլայնման եւ բնակչությանը օգնություն տրամադրելու հարցում մարդասիրական կազմակերպությունների անկարողության հետ կապված Գազայի հատվածում սովի վտանգը ոչ միայն հնարավոր է, այլ ավելի հավանական է դառնում։ Փորձագետների կարծիքով, եթե իրավիճակը տարածաշրջանում արմատապես չփոխվի, ապա մինչև 2025 թվականի սեպտեմբեր առնվազն 469,500 մարդ կկանգնի սննդամթերքի աղետալի պակասի առաջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարին պաշտոնը ստանձնելուց հետո առաջին պետական այցով ժամանել է Սաուդյան Արաբիա։ Այս մասին հայտնում է Սաուդյան Արաբիայի Ալ-Արաբիա հեռուստալիքը։ Թրամփի ինքնաթիռը վայրեջք է կատարել Ռիադի թագավոր Խալեդ թագավորի միջազգային օդանավակայանում։ Սպասվում է, որ այսօր ԱՄՆ նախագահը կհանդիպի Սաուդյան Արաբիայի ղեկավարության հետ, ինչպես նաև կմասնակցի Սաուդյան Արաբիայի եւ ԱՄՆ ներդրումային համաժողովին։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններն ավելի խոսունալից են, քան միջնորդների միջոցով։ Այս մասին հայտարարել է հունգարական Սազադվեկ հիմնադրամի քաղաքական վերլուծաբան Զոլտան Կիսելին, փոխանցում է ՌԻԱ Նովեստին։ Այն փաստը, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև ուղիղ բանակցությունները վերսկսվում են 3 տարի անց, ինքնին լավ նորություն է, քանի որ այս հակամարտությունը պետք է լուծեն այս երկու երկրները, ասել է նա։ Միաժամանակ փորձագետը մտավախություն է հայտնել, որ Արևմուտքը եւ Կիևը կխոչընդոտեն Ուկրաինայի ապառազմականացման եւ ապազգայնացման գաղափարին եւ գործընթացին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրում դեղերի գները նվազեցնելու որոշումը կարող է հանգեցնել Հնդկաստանում դեղերի գների աճի։ Այս մասին գրում է The Deccan Herald-ը։ Չնայած այդ քայլը կարող է թեթևացում բերել ԱՄՆ-ի հիվանդներին, այն ամենայն հավանականությամբ կառաջացի համաշխարհային գների վերադասավորում, քանի որ թմրամիջոցների հսկաները մեծացնում են ճնշումը ցածր գնով շուկաների վրա, ինչպիսին է Հնդկաստանը, ասվում է զեկույցում։ Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Լեհաստանը փաստացի վերջագիր են ներկայացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայի վերաբերյալ։ Արևմուտքը նոր պատժամիջոցներ կկիրառի, եթե Ռուսաստանը չդադարեցնի իր հարձակումները։ Այս մասին գրում է Bloomberg-ը։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի նախագահ Կիր Սթարմերը եւ Լեհաստանի նախագահ Դոնալդ Տուսկը շաբաթ օրը միասին այցելել են Կիև Զելենսկիին աջակցություն ցուցաբերելու եւ փաստացի վերջնագիր են ներկայացրել Պուտինին, նախազգուշացնելով, որ պատժամիջոցների նոր փուլը կսկսվի, եթե Ռուսաստանը չդադարեցնի իր հարձակումները Ուկրաինայի վրա։ Գրում է պարբերականը։ Bloomberg-ի աղբյուրները նշում են, որ Թրամփը հավանություն է տվել նրանց հայտարարությանը եւ մասնավոր զրույցներում պարզորոշ ասել է, որ կաջակցի նրանց, նույնիսկ եթե անհրաժեշտ լինի լրացուցիչ պատժամիջոցներ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հինգշաբթի օրը Ստամբուլ կատարելիք այցի հավանականության վերաբերյալ որևէ կոնկրետ տեղեկություն չկա, հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը։ Երկուշաբթի օրը Թրամփը հայտարարել էր, որ քննարկում է հինգշաբթի օրը Ստամբուլ թռչելու հնարավորությունը, որտեղ նույն օրը կարող է տեղի ունենալ Ռուսաստանի եւ Ուկրաինայի պաշտոնյաների հանդիպումը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջև հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագրի վավերացման մասին օրենքը, հայտնում է Գերագույն Ռադան։ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի կառավարության եւ ԱՄՆ կառավարության միջև Ամերիկա-ուկրաինական ներդրումային վերականգնման հիմնադրամի ստեղծման մասին համաձայնագրի վավերացման մասին օրենքը, ասվում է Ուկրաինայի խորհրդի հրատարակված հաղորդագրության մեջ։ Մայիսի 8-ին Ռադայի падգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը հայտնել էր, որ Ուկրաինայի խորհրդարանը աջակցել է ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջև հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագրի վավերացմանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի, որ Ստամբուլում Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ նախատեսված բանակցություններ անցկացնելու ջանքերը ապարդյուն չեն անցնի։ Մենք շատ մոտ ենք 2022 թվականի մարտին Ռուսաստան-Ուկրաինա ճգնաժամի լուծում գտնելուն, սակայն մեր ջանքերը խափանվեցին պատերազմի բարոնների միջամտությամբ։ Ռուսաստանը, Ուկրաինան եւ Միացյալ Նահանգները համաձայն են բանակցությունների անհրաժեշտության հարցում։ Որպես միակ երկիրը, որը շահել է բոլոր կողմերի վստահությունը, մենք կրկին հայտարարել ենք, որ պատրաստ ենք նպաստել այս բանակցություններին եւ ուրախ կլինենք հյուրընկալել դրանք։ Հուսով ենք, որ այս անգամ մեր օգտագործած հնարավորությունը չի վատնվի, ասել է Թուրքիայի առաջնորդը։ Եվրամիությունը մտադիր է սահմանափակել ռուսական 25 նավթային տանկերների տեղաշարժը արգելելով նրանց մուտքը Բալտիկ եւ Հյուսիսային ծովեր։ Այդ նավերը կարող են ճանաչվել ռուսական ստվերային նավատորմի մաս, որը Եվրահանձնաժողովի կարծիքով օգտագործվում է արևմտյան նավթային էմբարգոն շրջանցելու համար։ Բարբերականի կողմից ձեռք բերված գաղտնազերծված փաստաթղթի համաձայն խնդրոառական միջոցները պատժամիջոցային նոր փաթեթի մաս են կազմում։ Դրանում թվարկված են 149 որոնք կասկածվում են նավ տեղափոխելու մեջ շրջանցելով պատժամիջոցները։ Դրանցից մոտ 25-ը գտնվում են եվրոպական ծովերում եւ ինչպես նշում են Եվրահանձնաժողովի փորձագետները, վտանգներ են ներկայացում շրջակա միջավայրի եւ ենթակառուցվածքների համար։ Ավելի վաղ Ֆրանսիան պատրաստել է Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների 17-րդ փաթեթի կեսը։ Նոր սահմանափակումները կազդեն ստվերային նավատորմի եւ երկակի նշանակության ապրանքների մատակարարների վրա։ Ինչպես նշել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն, եթե Մոսկվան հրաժարվի 30-օրյա հրադադարից, Եվրամիությունն կարող է խստացնել միջոցները նավթային եւ ֆինանսական հատվածներում։ Վոլոդիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ուրախ կլինի Ուկրաինայում հյուրընկալել Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակություններին Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցությունների կապակցությամբ։ Էրդողանը մայիսի 12-ին հեռախոսազրույց էր ունեցել Զելենսկու հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել էր Թուրքիայի եւ Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր։ Էրդողանն ասել էր, որ ուրախ կլինի խաղաղության բանակցությունների կապակցությամբ Թուրքիայում հյուրընկալել Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակություններին, հաղորդել է Թուրքիա առաջնորդի գրասենյակը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայում հրադադարի ռեժիմի հաստատման համար անհրաժեշտ են Մոսկվայի եւ Կիևի միջև ուղիղ բանակցություններ։ Մայիսի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ ունեցավ ռուսական եւ արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ եւ առաջարկեց Ուկրաինային վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները մայիսի 15-ին Ստամբուլում։ Պուտինի հայտարարությունից անմիջապես հետո Պեսկովը բրիտանական Sky News հեռուստաալիքի լրագրողին ասել է, որ սա իրավիճակի շատ լուրջ վերլուծության վրա հիմնված մոտեցում է։ Պաղեստինյան Համաս շարժումն ազատ է արձակել Իսրայելի եւ ԱՄՆ քաղաքացիություն ունեցող պատանդների։ Այս մասին ասվում է արմատականների Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ, որը ժամանակ առաջ Իզեդին Ալ-Քասամի բրիգադները ազատ արձակեցին պատանդ Իդան Ալեքսանդրին, որն ունի Իսրայելի եւ Ամերիկայի քաղաքացիություն, ասվում է հայտարարության մեջ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ես խոսեցի Էրդողանի հետ, մենք քննարկեցինք Թուրքիայում կայանալիք հանդիպման հիմնական մանրամասները, որոնք կարող են օգնել դադարեցնել պատերազմը։ Ես շնորհակալ եմ ամենաբարձր մակարդակի աջակցության եւ դիվանագիտությունը խթանելու պատրաստակամության համար, ասաց նա։ Զելենսկին նշել է Եվրոպայի ներգրավվածության կարևորությունը խաղաղության գործընթացում։ Հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինացի Զելենսկին ասել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների կարևորության մասին։ Օգտակար հանածոների մասին Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի միջև գործարքը շահույթ չի բերի առաջին 10 տարում եւ կպահանջի մասնավոր հատվածի հսկայական ներդրումներ նախագծերը կյանքի կոչելու համար։ Այս մասին գրում է Financial Times-ը վկայակոչելով փորձագետներին։ Սա կարող է տևել 10-ից 15 տարի, դա այն ժամկետն է, որի մասին մենք խոսում ենք, ասվում է հոդվածում։ Ըստ Financial Times-ի Վաշինգտոնի եւ Կիևի միջև կնքված գործակի շրջանակներում ստեղծված հանքավայրերում արդյունահանման աշխատանքները կսկսվեն մինչև 2040 թվականը։
Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային գրակոծներ, հրադադարի ինտենսիվ էական կամ այլ կերպ ասած նպատակային կամ թիրախային խախտումների դեպքում ՀՀՊՆ-ն հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրություններով։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՊՆ-ից։ Նշենք, որ համացանցում շրջանառվում էին տեղեկություններ, թե հակառակորդը գիշերը եւ առավոտյան գրակոծներ է արձակել, որոնք լսելի են եղել Բերդ համայնքի Մովսես գյուղի բնակիչներին։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ դպրոց ընդունվելիս հաշվի կառնվի երեխաների կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը եւ դրանից կախված որոշ երեխաների մասով իրենց լավագույն շահից ելնելով կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունելության մասով 7 տարին լրանալու դեպքում։ Նախարարը խնդրում է հետևել համապատասխան կարգավորումների առաջարկին, որը կտեղադրվի իդրավթ հարթակում, որտեղ քաղաքացիները կարող են ներկայացնել իրենց դիտարկումները։ Վտանգավոր խաղ է տարածվում դպրոցներում, ահազանգում են ծնողներն ու դպրոցների ուսուցիչները։ Վերջերս անչափահասների շրջանում տարածում է գտել կարմիր դուռ, դեղին դուռ խաղը, որը հայտնի է որպես դռների խաղ։ Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում հոգեբան Լենա Մուրադյանը նշել է այն հոգեբանական վատ ազդեցություն է թողնում երեխաների վրա։ Առաջին հայացքից թվում է, որ խաղը անվնաս մեդիտացիա է, բայց նա կոնկրետ խաղ է հոգեկանի հետ։ Վտանգներից մեկը հենց կապված է հոգեհուզական անկայուն վիճակի հետ։ Ինչպես է խաղը հանգեցնում դրան, ինչպես է խաղը բերում դրան։ Երեխաները շատ հաճախ չեն տեսնում այն տեսիլքները, ինչի մասին իրենք խոսում են, բայց որպեսզի պահեն խաղի հետաքրքրությունը, խաղը հետաքրքիր դառնա իրենց եւ ընկերների համար, իրենք կրկնում են այս ընկերների մոտ ասում են, որ իսկապես տեսնում են այն տեսիլքները, արդյունքում այնքան են կրկնում դա, որ իրենք էլ վերջում սկսում են հավատալ դրան։ Ես չեմ տեսել, որ որևէ երկրի ղեկավար նման փողոցային վարքագիծ դրսևորի։ Այս մասին Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում ասել է դիվանագետների համահայկական խորհրդի համահիմնադիր Վահագն Մելիքյանը։ Նա նշել է, եթե Փաշինյանը տեսնում է, ինչ որ բան չի ստացվում իր մոտ, ապա պետք է հեռանա։ Շատ ու շատ եւ այդ թվում նաեւ միջազգային դասագրքերում Հայաստանը պետքա դիտվի որպես ինչպես ձախողել պետությունը կամ ձախողված պետության որպես օրինակ, սա էլ պիտի դիտվի որպես նախադեպը չունեցող վարչապետի պահված նույն ձախողված երկրի, այսինքն ինքը շարունակությունն է այն քաղաքականության, ինչին բերել է այսօրվա վարչախումբը եւ մենք պարզապես ունենք այդ ձախողված իրավիճակը, որովհետեւ ինքն էլ ձախողված լինելով բնականա պիտի դրսևորի նման վարքագիծ։ Ու շատ տարօրինակ է, որ դրանից ընդամենը րոպեներ առաջ շատ ժպիտով, շատ հանգիստ ինքը շփվում է իր փոխվարչապետների հետ, կառավարության անդամների հետ, հումոր է անում, կարծես որ անեկդոտ են իրար պատմում, շուտ լուրջ թեմաներ չեն քննարկում, բնականա որ իջակի չի լուրջ թեմաներ քննարկելու եւ այդ ամբողջական այդ մեծ բռնկումը դրանից հետո Սա ինչ է կորում, սա այո նշան է, որ նույն ջղաձգումները գնալով շատ ավելի են խորանում, որովհետև երբ որ քեզ մոտ մի բան չի ստացվում, իսկ դա ինքը խոստովանել է, չէ, կլինի դա 0 դասարանում մնալը, կլինի ամեն առավոտյան արթնանալը եւ տեսնելը, որ ոչ մի բան չի փոխվում, չի ստացվում քո մոտ։ Երբ որ մի բան քեզ մոտ չի ստացվում եւ դու 100 անգամ փորձում ես այդ նույն բանը անես, նշանակում է պարզ մի նախադասություն, քեզ մոտ չի ստացվում։ Դու պետքա թողնես եւ հեռանաս։ Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով հաջորդ դատական ֆարսը տեղի կունենա մայիսի 15-ին։ Նշենք, որ մայիսի 12-ին հերթական շինծու դատական նիստին Բաքվի կողմից այսպես ասած տուժողներ ներկայացվող անձինք են ցուցմունքներ տվել, իսկ գերիների հարցաքննության մասին ադրբեջանական լրատվամիջոցները ոչինչ չեն հաղորդել։ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի մայիսի 6-ի վճռով բավարարվել է։ Դատական ակտը օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 100,000 ԱՄՆ դոլարին համարժեք 39,415,000 դրամ։ Հիշեցնենք, որ գլխավոր դատախազությունը 2024 թվականի հուլիսի 31-ին վնասի բռնագանձման հայցադիմում էր ներկայացրել հակակոռուպցիոն դատարան պահանջելով ՎՄ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել չվճարված հարկային պարտավորությունների հետևանքով պետությանը պատճառված վնասը։
ԿՊԱ-ականներին հանգիստ չեմ տալու անձնական նամակներ եմ գրելու գրաֆիկով հանդիպելու եմ նրանց հետ։ Այս մասին ազգային ժողովում հայտարարել է հասարակական քաղաքական գործիչ վարչապետի իմպիչմենտի գործընթացը նախաձեռնած Էդգար Ղազարյանը, ով գնացել էր ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ հանդիպման, սակայն վերջինս հրաժարվել էր նրան ընդունել։ Ինչ չեն թողնում, չեմ մտնեմ ներս, պատգամավորին խո չեն կարա չթողնեն։ Դոմատ մտնեին ներս, ասեն հələ մա տարիստը, ասեն ով ես դու որ քաղաքացու ընդունելություն ես հայտարարի, քաղաքացին եկել է չես ընդունում։ Բա պայքարը ո՞նց է ալնում։ Միասնական ջանքերով ալնում, չէ, ծիծաղի առարկա է։ Ուզում եք հայհոյեք ինձ, հասկանում եք, ուզում են թող ես այդ վիրավորանքները անձնական չեմ ընդունում։ Բացարձակապես, որովհետև իմ պայքարը իմ անձնական խնդիրների համար չի, որ այդ պայքարի շրջանակներում էլ մեկ ինձ վիրավորի, ես անձնապես վիրավորվեմ, նեղանամ, խռովեմ, ես սրանով չզբաղվեմ։ Ուզում ենք թող ամենավերջի հայհոյանքները տան, այդ հայհոյանքները ես ինձ վերաբերելի չեմ համարում։ Սա շատ լուրջ գործընթաց է, ունենալու է արդյունք, ինչքան էլ ուզում է Ռուբինյանը խուսափի կամ մյուսները խուսափեն, ինչքան էլ ու կտեսնեք, թե այս ամեն ինչին հասարակությունը ինչ վերաբերմունք է ցուցաբերելու։ Եթե մի օր ես խնդրեմ ժողովրդին, որ գան Ռուբինյանի հետ միասին ես գնամ հանդիպման, ուստեղ լինի 100,000 մարդ։ Այդ վաղ մեկ սաղս պիտի գնենք Ռուբինյան ման գանք։ Այդ օրը լինելու է։ Ինչու հայկական զորախումբը Կրեմլում Կարմիր հրապարակի շքերթին չի մասնակցել, երբ Նիկոլ Փաշինյանը ներկա էր։ Եվրոմեդիա 24-ի հարցինի պատասխան ԿՊԱ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ասաց, իր մոտ նման հարց չի առաջացել։ Ինձ համար նորմալ է, որ չի մասնակցես, հարց չունեմ այդտեղ։ Իսկ դա չեք համարում ժեստ Ռուսաստանի նոտա դժգոհություն։ Չեմ մեկնաբանում ես ոչ ոք։ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործի շրջանակներում քննչական կոմիտեում վկայի կարգավիճակով հարցաքննվել է ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։ Հարցաքննությունը փաստացի նախաձեռնվել էր Սամվել Բաբայանի հայտնի հայտարարության ու Անդրանիկ Քոչարյանի ահազանգ պատվերի հիման վրա։ Այս մասին հայտնել է ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի խոսնակ Վահագն Ավագյանը։ Ըստ նրա, ինչպես եւ սպասվում էր, որևէ փաստ կամ տվյալ առկա չէր Բաբայանի պնդումների մասին։ Ժիրայր Սեֆիլյանը դեռևս 25 տարի առաջ նախաքննությանը փոխանցել էր իրեն հայտնի անհրաժեշտ տեղեկությունները։ Հարցաքննությամբ եւս մեկ անգամ հաստատվել է, որ Ժիրայր Սեֆիլյանը հոկտեմբերի 27-ի գործի մասին կամ դրա առնչությամբ որևէ նոր տեղեկություն չունի եւ նրա անվան շահարկումը ընդհանրապես քաղաքական պատվեր է, հայտարարել է Ավագյանը։ Եվրամիությունը մտադիր է 900 միլիոն եվրո եկամուտ հատկացնել ռուսական սառեցված ակտիվների վերաներդրումից Կիևի համար զենքեր զինամթեր գնելու համար մինչև 2025 թվականի վերջը, հայտարարել է Պաշտպանության հարցերով եվրահանձնակատար Անդրյուս Կոբիլյուսը ԵՄ Ուկրաինա ռազմական համագործակցությանը նվիրված համաժողովում։ ԵՄ-ն մինչև տարեվերջ կհատկացնի եւս 900 միլիոն եվրո Կիևի համար զինամթերք եւ զենք գնելու համար, ասել է նա։ Կոբիլյուսը նաեւ հիշեցրել է, որ ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը մայիսի 9-ին Լվովում խոստացել էր 1 միլիարդ եվրո ներդնել Ուկրաինայի ռազմական արդյունաբերության մեջ, ընդգծելով, որ այդ գումարը կուղղվի տարբեր անօդաչու թռչող սարքերի արտադրությանը։ Եղանակը առաջիկա օրերին։ Մայիսի 13-ից 3-ը 14-ից 15-ին հանրապետության առանձին վայրերում եւ Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ եւ կարկուտ։ Երևանում մայիսի 13-ից 3-ը 14-ից 15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև եւ ամպրոպ։ 13-ից 15-ին առանձին հատվածներում հորդառատ ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամուշ գնացում։ Մայիսի 16-ից 3-ը 17-ից 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մայիսի 13-ից 3-ը 14-ից 15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև եւ ամպրոպ։ Առանձին հատվածներում հորդառատ, հնարավոր է նաեւ կարկուտ։ Մայիսի 16-ից 3-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մայիսի 17-ից 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 13-ից 3-ը 14-ին աստիճանաբար կնվազի եւս 3-ից 6 աստիճանով, 16-ից 18-ին աստիճանաբար կբարձրանա 7-ից 10 աստիճանով։